2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ եւ օրենքներում կատարված լրացումներ եւ փոփոխություններ։ Իրավաբանները ներկայացնում են ուժի մեջ մտած փոփոխությունները։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս։ Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ծառայողների վրա։ Աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների եւ աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել եւ էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10 եւ 17-ից 20 ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Ուժի մեջ կմտնի կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որը խիստ անհրաժեշտություն է եւ բխում է դատական իշխանության բարեփոխումների 2023-26 ռազմավարությունից։ Նոր օրենքը սահմանում է, որ կատարողական վարույթը վարչական վարույթի տարատեսակ է։ Այսպիսով, հստակեցնելով դրա իրավական բնույթը, սահմանվել է պարտապանի կողմից գույքի տնօրինման թույլատրելի եղանակները։ Օրենքը սահմանում է նաեւ հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու մեխանիզմները։ Ներդրվել են մեխանիզմներ ոչ դրամական պահանջներով կատարողական վարույթներում պարտավորության կատարումը երաշխավորելու համար, ինչպես նաև ամբողջությամբ փոփոխվել է կատարողական ծախսի բռնագանձման ինստիտուտը։ Անկանխի գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով, գործող 6,000 դրամի փոխարեն։ Կառավարության նոր որոշմամբ, եթե Թուրքիայի քաղաքացին ունի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր, ապա փոխադարձության պայմանով նա կարող է եւ վիզայով մինչեւ 21 օրով այցելել Հայաստան, առանց որևէ պետական տուրք վճարելու։ Արքավճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կգործի հետվճար 2%-ի չափով։ Անձը համարվում է շահառու, եթե ունի ՀՑՀ կամ ՀՑՀ չստանալու մասին տեղեկանք, իր անվամբ բանկում բացվել է հաշիվ եւ այդ հաշվին կցված է արքավճարային քարտ։ Ներքին գործերի նախարարության կողմից կգործարկվի մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կմիավորի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթները։ Նախատեսվող բարեփոխման նպատակը առավել օպերատիվ եւ արագ արձագանքման գործընթաց, համապատասխան գերատեսչությունների միջև տեղեկատվության արդյունավետ եւ անխափան փոխանակում ապահովելն է, ինչպես նաեւ կամրապնդվի փոխգործակցությունը, ստեղծելով առավել համակարգված եւ միասնական կառավարման միջավայր։